Հարգելի հետևորդներ, հիմա ես գտնվում եմ բնության մի գողտրիկ վայրում, հեծանիվով եկել եմ Արշավի, շրջակայքում տարածված է ծաղիկների անուշ բուրմունքը, ես միայնակ եմ այս հսկա բնաշխարհում, այս գողտրիկ բնաշխարհում, ես հիշում եմ իմ մանկության տարիներին այս աղբյուրից ջուր էր հոսում, հիմա ցավոք սրտի աղբյուրը ցամաքած է, ահա տեսեք ինչ գեղեցիկ տեսարաններ է, ահա հեռվում կանգնած է իմ հեծանիվը, այստեղ կա խորոված անելու համար նախատեսված տարածք բնության գրկում, այստեղ էլ տաղավարն է, խնդրում ենք պահպանել մաքրություն և չվնասել ծառերը, լավ կլիներ, որ այս կոչին բոլոր այստեղ եղողները հետևեին, Բնությունը իսկապես հրաշք է, բավականին գողտրիկ բնություն է, շրջակայքում տարածվել է ծաղիկների անուշ բուրմունքը և ծիտիկների ճռվողյունը, գեղգեղանքը, Ցավոք այս տաղավարի հետևը ահա տեսեք աղբ է թափված և ովքեր եկել են այստեղ խորոված անելու, հենց նրանք էլ այս աղբը թափել են, ուստի կոչ եմ անում մի աղտոտեք բնությունը և եթե բնության մեջ հաց եք ուտում, լավ կլիներ ձեր հետևից մաքրեիք ձեր թափած աղբը, այլ ոչ թե այդպես խոզի պես թափեիք և թողնեիք հեռանայիք, ահա տեսեք ինչ երփներանք ծաղիկներ են, տեսեք ինչ գեղեցկություն է,
Այս է իսկական հանգիստը։ Բնության մեջ շնչել այս ծաղիկների անուշ բուրմունքը, վայելել այս օդը, այս խաղաղությունը, բնության այս ներդաշնակությունը, տեսարանը ուղղակի հիասքանչ է, սրանք էլ երիցուկներ են, հրամաշկա։ Իմ ուսապարկում կա խմելու ջուր և հեռադիտակ։ Քիչ հետո ես կբարձրանամ, այստեղից չի երևում, բարձունքում Սարի գագաթին գտնվում է Սուրբ Գևորգ մատուռը։ Հիմա ես իմ հեծանիվով բարձրանալու եմ այդտեղ և նկարահանումները կշարունակեմ Սուրբ Գևորգ մատուռում։ Այս ծառն էլ դժբախտաբար չորացել է արդեն, ահա տեսեք կանաչած չի։